935 զոհված իրանցիների հիշատակին Հայաստանում Իրանի դեսպանատանը այսօր Սքոմատյան է բացվել։ Ամբողջ օրը Իրանի ժողովրդին իրենց սրտի խոսքն ու ցավակցությունն են հայտնել տարբեր երկրների դեսպաններ, պաշտոնյաներ, քաղաքական ու հասարակական գործիչներ, հասարակ քաղաքացիներ։ Սքոմատյանում գրառում են արել նաև Հայաստանում Քուվեյթի դեսպան Մուհամմադ Թարեկ Ալի Ալ-Օրայֆան, Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Դեսպանատան դահլիճի ձախ հատվածում տեղադրված է պաստառ, որի վրա պատկերված են Իսրայելի օդային հարձակման օրերին զոհված իրանցի գեներալների ու բարձրաստիճան զինվորականների դիմանկարները։ Աջ անկյունում իրանցի խաղաղ բնակիչներն են, նրանց թվում կանայք ու երեխաներ։ Հայաստանում Իրանի դեսպանը մանկասպան ռեժիմ է անվանել Իսրայելի կառավարությանը, որը առանց խղճի խայթի թիրախավորել է խաղաղ բնակավայրերը։ Ուզում եմ ֆիքսեք այս պատկերը։ Սրանք խաղաղ բնակիչների լուսանկարներն են, որոնց սպանել է սիոնիստական ռեժիմը։ Այդ ռեժիմի վարչապետը վստահեցնում էր, թե իրենք չեն թիրախավորել խաղաղ բնակավայրերը։ Բայց դուք տեսնում եք, զոհվածների մեջ կան երեխաներ, կանայք։ Սա է ճշմարտությունը, սա է իրականությունը։ Ռումբերի պայթյունները արդեն մեկ շաբաթ է ինչ չեն լսվում Իրանում, ժողովուրդը նորմալ կյանքի է անցել։ Չնայած դեսպան Սոփանին վստահեցնում է, որ իր երկրում կյանքը երբեք էլ կանգ չի առել, գործել են և հիվանդանոցները, և դպրոցները, և մանկապարտեզները։ Ինչպես պատերազմի առաջին օրերին, այնպես էլ հիմա Իրանում վիճակը նորմալ է։ Նրանք հարձակվեցին, մենք էլ օրինական պատասխան տվեցինք։ Իսրայելի հարձակման առաջին օրից մեր երկրում որևէ ոլորտի աշխատանք չի խափանվել։ Չնայած այդ օրերին մեր թշնամական երկրի պաշտոնյաները թաքստոցներում էին, բայց մեր կառավարության ու խորհրդարանի աշխատանքները շարունակվում էին։ Իրանը հիմա գնահատում է, թե որքան վնաս է կրել պատերազմի 12 օրերի ընթացքում։ Թեհրանը պատրաստվում է միջազգային ատյաններին դիմել, Իսրայելին պատասխանատվության ենթարկելու, կրած վնասի չափով փոխհատուցում պահանջելու համար։ Մեր արտաքին գործերի նախարարությունում ձևավորվել է իրավաբանների թիմ, որը գնահատում է հանցավոր սիոնիստական ռեժիմի հարձակման հետևանքով Իրանի կրած վնասները։ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը պետք է ագրեսորին դատապարտի ու փոխհատուցում պահանջի։ Միացյալ Նահանգների հետ բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալ դեռ չի շտապում պատերազմից նոր աչք բացած մեր հարավային հարևանը։ Իրանի արտգործնախարարը CBS-ի հետ հարցազրույցում ասել է, որ Միացյալ Նահանգների հետ դիվանագիտական շփումը կվերականգնվի, երբ Թեհրանը համոզվի, որ իր նկատմամբ ագրեսիա այլևս չի լինի։ Ես չեմ կարծում, որ բանակցությունները կվերսկսվեն այդքան արագ։ Նախ պետք է համոզվենք, որ Ամերիկան նորից չի հարձակվի մեզ վրա բանակցությունների ընթացքում։ Դիվանագիտությունից սակայն չի հրաժարվում Իրանը, բայց ուզում է երաշխիքներ ստանալ, որ դրա քողի տակ նոր պատերազմ չեն հրահրի թշնամիները։ Դիվանագիտության ճանապարհը երբեք փակ չէ, բայց պետք է համոզված լինենք, որ դա իրական դիվանագիտություն է։ Ամեն դեպքում Թեհրանը չի վստահում ոչ Իսրայելին, ոչ էլ նրա դաշնակից Միացյալ Նահանգներին։ Դեսպան Սոփանին վստահեցնում է, իրենք միշտ արթուն են ու հաստատ անակնկալի չեն գա, եթե իրենց դեմ նոր հարձակում սկսվի։ Հասմիկ Սերոբյան, Աշոտ Մնոյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։ Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջին իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։